Ընդդիմության ներսում հաշիվներ մաքրելու ավելի լավ ընդդիմադիր Երևալու մրցավազք է սկսվել։ Իրենք իրենց մրցավազքի մեջ թող մրցեն, տեսնեն ով է ավելի առաջ, ով ավելի հետ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով Հայաստանի վարչապետին իմպիչմենտ հայտարարելու գործընթացին եւ հիշեցնելով Հայաստան խմբակցությունը հայտարարել է, որ իմպիչմենտ հայտնելու հիմք չկա։ Չնայած ընդհանուր առմամբ թե արժեքային համակարգով, թե քաղաքական ինքնությամբ իրենք բոլորը նույն քաղաքական ինքնություն ունեն, նույն քաղաքական արմատ ունեն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, սկզբունքորեն իրենց մեջ չի կարող լինել արժեքային եւ ֆունդամենտալ տարաձայնություններ, որովհետեւ գիտեք մաֆիոզները ոնց են, իրենք իրար հետ տարաձայնություններ կարան ունենան ազդեցության գոտիների բաժանման համար, բայց մաֆիոզները մնում են մաֆիոզներ։ Կոնջորյանը հիշեցրեց, որ իրենք մշտապես ինքնահայեցմամբ են զբաղվում, փորձում են ռեալ գնահատել խնդիրներն ու հնարավորությունները եւ դրանց լուծման ուղիներ գտնել, հատկապես հարևան երկրի հետ հարաբերություններում խաղաղության հաստատման հարցում։ Նա շեշտեց, իշխանությունը ժողովրդին խաղաղություն է խոստացել եւ գնում է այդ ճանապարհով։ Ակնհայտ է, չէ՞ որ խաղաղության ճանապարհը բարդ է։ Եվ ինչպես որ բոլոր բարդ ճանապարհները, այնպես էլ այս ճանապարհին կարող են լինել խոչընդոտներ, կարող են լինել տարատեսակ զիգզագներ եւ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Դա մեր քաղաքական հանձնառությունն է, մեր հավատամքն է եւ դա մենք մեր ժողովրդին խոստացել ենք եւ գնալու ենք այդ ճանապարհով։ Եվ որևէ մեկը չի ասել, որ այդ ճանապարհը լինելու է հարթ։ Գիտեք, շատ ժամանակ մարդիկ խաղաղություն բառը, որը ինքը իրենով պոզիտիվ է, շփոթում են խաղաղության հասնելու ճանապարհի հետ, որը իրենով շատ դժվար է, եւ ասում են, բա խաղաղությունը սենց է լինում, սենց դժվար է, հա, խաղաղության հասնելը դժվար է։ Հարցին իսկ ինչ գնով է լինելու խաղաղությունը, վերջինս պարզաբանեց։ Մենք մեր կարմիր գծերը մշտապես հայտարարել ենք։ Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը մեզ համար ֆունդամենտալ արժեք է եւ դրանից որևէ հետքայլ ու կոմպրոմիս չի լինելու։ Մնացած մենք դրա մասին խոսել ենք, որ այո, մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է, բայց մենք մեր արչեւ այդ տարածքները վերադարձնելու ռազմական խնդիր չենք դնում, որովհետեւ կարծում ենք, որ սահմանազատման ճանապարհով հնարավոր է այդ հարցը լուծել։ Կոնջորյանն անդրադարձավ նաև լրագրողների այն հարցին, թե արդյոք վախենում են Ռոբերտ Քոչարյանից եւ ասաց. 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանը падգամավորական մանդատ ստացավ, ապա հավելեց. Վախի չեկավ, կարող է Ռոբերտ Քոչարյանը ինքը վախեցավ, որ չեկավ մեր դեմ դիմաց չկանգնես։ Մենք շատ սիրով կուզենայինք, մենք շատ BTS էլ եմ այդ ասում, ինչ պետք է իրան անեինք, ինչ պիտի անենք, պիտի խոսայինք, պիտի բանավիճեինք, ուրիշ ինչ-որ բան պիտի անենք, բաթոգար։ Դիտարկմանը, թե երկրում վերջին 7 տարում իրավիճակը 180 աստիճանով փոխվել է եւ մարդիկ այլևս չեն վստահում ՔՊ-ին, նա նշեց, որ եթե չէին վստահում, 2021-ին իրենց ձայն չէին տա։ Ով ասեց, որ մենք պիտի ունենանք այնպիսի երկիր, որտեղ որ իշխող մեծամասնությունը պարտադիր բոլոր տեղերում աբսոլյուտ իշխանություն պետք է ունենան։ Դուք տենց բան եք ուզում, դուք տենց երկիր եք ուզում, չէ, մենք իհարկե որպես քաղաքական ուժ մասնակցում ենք թիմերին, փորձում ենք հաղթանակել, բայց նաև ժողովրդավարությունը ենթադրում է, որ ինչ-որ մի տեղում թիմում կհաղթես, ինչ-որ մի տեղում կպարտվես, ինչը չի նշանակում, որ դա պետքա ուղղակիորեն պրոյեկտել համապետական ընտրությունների վրա։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2021 թվականի բազմաթիվ թիմերում քաղաքապետերը ոչ միայն ընդդիմադիր էին, այդ քաղաքապետերը այն ժամանակվա փրկության շարժման առաջամարտիկներն էին, դուրս էին եկել իշխանության դեմ եւ 2021 թվականին այդ թիմ որոշ քաղաքներում ենք 60%-ից ավել ձայն ենք հավաքել։ Խոսելով նոր վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի մասին, որի շրջանակում վարույթներ են նախաձեռնվել, Կոնջորյանը դատապարտեց այն նշելով. բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետք է տեղ չունենա։ Դատապարտում եմ ֆիզիկական բռնությունը, դատապարտում եմ վերբալ բռնությունը, դատապարտում եմ հոգեբանական բռնությունը, ես դատապարտում եմ բոլոր տեսակ բռնությունները, դատապարտել եմ այն ժամանակ, դատապարտում եմ հիմա եւ դատապարտելու եմ նաեւ ապագայում։ Եվ ես կարծում եմ ու համոզմունք ունեմ, որ ընդհանրապես բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետքա տեղ չունենա։ Ըստ Կոնջորյանի մնացածը քաղաքական պատասխանատվության մաս է։ Հիշեցնենք, որ նոր վարչական շրջանի աշխատակազմում ծեծկռտուք էր տեղի ունեցել Թաղապետարանի աշխատակիցների եւ ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։